քաղաքականությունը չի նշանակում խաղաղությունը, որ դու բենզին ես բերում կամ ծորեն ես բերում, դրանով խաղաղություն ես սկսում, չէ։ Խաղաղությունը սկսում է դրա այն ժամանակ, որ դու սուվերեն քաղաքականություն ես ստանում, դու բանակը ուժեղացնում ես, ոչ թե 6 ամիս կրճատում ես, որ ավելի քիչ տարային, նշանակում բանակի կրճատումներ։ Ես ես ասում եմ, բանակը շոկի մեջ է։ Ես չգիտեմ գլխավոր շտաբի պետը ոնց է այդ բանը ընդունել, բայց ես ես ասում եմ վստահաբար, քանի որ ես շփվում եմ, աղագին մարդկանց ճանաչում եմ, պենեյում գլխավոր շտաբի հետ եք խոսում, սաղ դժգոհ են, դրանք ասում են, ոչ ասում են բանակը։ Սպայական կազմը սենց են մտածում։ Նիկոլ Փաշինյանին ինչ ասեց, ես արել եմ ինչ որ ծնողներ են ուզում։ Այդ այսինքն քչասկծա։ Այդ եւ բանից Հայաստանում ծնողներ պատասխանատու են ինչ որ կապված ավանդականության եւ պաշտպանության բանի հետ կապված։ Այսինքն ես ծնողից պիտի հարցնեմ խորհրդակցեմ ավանդականության հարցերի հետ կապված, իհարկե ոչ, պետությունն է որոշում։ Դու 2 տարի պիտի ծառայես, 10 տարի պիտի ծառայես, ու տղամարդը ո՞ց ծնվում է Հայաստանում։ Ինքը արդեն զինվոր է ծնվում։ Ու ես չգիտեմ, այդ ծնողները այդ ինչ են արել, երբեք sense բան չի եղել, երբեք Հայաստանում։ Դրա համար ես ինչ ուզում եմ ասեմ, որ այդ չի նշանակում, ուզում եք 10,000 տոննա բենզին բերեք, այս բենզինի մեջ մեր զինվորներին, արցախցիներին այրն է մեջ չէ։ Այսինքն մենք իրանց հիշատակ ենք դավաճանում։ Այսինքն ոնց կարաս մոռանաս, չէ, չենք կարող մոռանալ ու չենք մոռանալու։ Դե գուցե սա հոգեբանական բոյկոտ է, որը պետք է հաղթահարվի։ Ուրեմն նայեք, մենք 30 տարի առանց Ադրբեջան ապրել ենք, հանգիստ, որ մի պրոբլեմ չենք ունեցել։ Ես նորից ասում եմ, դաժ բլոկադայի ժամանակ մեր սնունդը ավելի իժան եղել քան Ադրբեջանում, Վրաստանում եւ Թուրքիայում։ Հիմա սահմանը բացում եք, բայց ամեն ինչ բարձրանում է թանկը։ Ինչու՞։ Որովհետեւ գրպանիչներ, որ նստած են, օլիգարխներ, դրանք են որոշում, ինչ գնը դնել իրանց խանութներում։ Ես ձեզ ասում եմ, մտեք Վրաստան կամ գնում եք Եվրոպա, դու կտենաք, որ խոսքը օրինակ նույն Եվրոպայում 2 անգամ իժան, չնայած որ իրանց աշխատավարձ ավելի բարձր է մի քանի անգամ, կամ Հայաստանում, բայց գները ավելի իժան է։ Եթե դաժե վերցնեք sense, չնայած այդ տնտեսական վիճակը Ռուսաստանում շատ վատ է, դե խոսքը օրինակ 100,000 ռուբլի էդի բանն է, 480,000 դրամ, բայց դուք դե կարաք այդ 100,000 ռուբլով 2 ամիս ապրեք, եթե իհարկե տուն ունեք, ստեղ այդ նույն 100,000-ով դուք ստեղ մի ամիս էլ չեք ձգելու։ Դրա համար ես ասում եմ, գիտեք, էդի բանն է, ես ուզում եմ, որ այդ իշխանությունը Հայաստան անունից ոչ մի բան չխոսա։ Հայաստանը մենք պիտի հիշենք, ժողովուրդ ջան, դուք եք տաքսիստի վարորդ, շտապօգնությունի վարորդ, սովորական ոստիկան, մեր շարքային զինծառայող, դուք, ես, մենք Հայաստանն ենք, դրանք իշխանությունն են, ու իմ անունից ոչ մեկ իրավունք չունի խոսալ, որ ես Հայաստանն եմ, չէ, դուք Հայաստան չեք, 19 թիվ արա Բակո Սահակյանը նախագահն է, ես մտնում եմ իր մոտ, փաստաթուղթով, ԱԱՑ-ի տնօրենն է նստած եղել, Վիտալի Բալասանյանն է անվտանգության քարտուղար, Բակո Սահակյան, ես, Գեորգի Միխայելիչ Պետրոսյանը, Պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի տեղակալ, մենք այս թիմով նստած ենք, ես իրան փաստաթուղթ եմ բերում, ասում եմ ուրեմն լսեք, ես ինչ եմ ասում, այս քաղաքներում Թուրքիայում, որ կուբանաչներ գնում են, արցախցիներ գնում են, շորմոր են առնում, կամ ապրանք են առնում Թուրքիայում, բերում են Հարաբաղ, նույնիսկ վերաբերում է Հայաստանի այլ կապված։ Ադրբեջանցիք համատեղ Թուրքիայի ռազմետքի հետ բաներ են ստեղծել, կենտրոններ, ու դրանք գիտեն արդեն ազնագիրը խոսքինակ 77 արցախցի է։ Արցախցի, որ մտնում է
կամ հայկական պասպորտով, բայց մանավանդ արցախցի, որ մտնում է հյուրանոց, դեռ կա ռեսեպշնում նստած են աղջիկներ կամ տղերք, որ միանգամից ասում են իրանց ավանդության ներսի ավանդության ծառայողին, ասում են այս ազնագիրով Հայաստանից մարդ են մտել։ Դրանք միանգամից կապնվում են իրանց հատուկ ծառայությունների հետ, ասում են մեր հյուրանոցում կամ երկու հատ աղջիկ կամ մի հատ տղա կամ աղջիկ տղա եկել են մեր մոտ։ Միանգամից Ադրբեջանի այդ քաղաքներում ադրբեջանցի խմբեր են ստեղծել։ Կոսկինակ երկու սիրուն աղջիկ, երկու սիրուն տղա։ Եթե աղջիկի հետ են ծանոթանում, սիրուն տղա է մոտենում, եթե աղջիկի հետ, եթե տղու հետ երկու, հա, հատուկ ծառայություններից։ Ու հետո սկսում են զբաղվել վիրբովկով, սկսում են ստեղծել տարբեր բաներ, որ դառնան գործակալներ։ Ու սենց 5 քաղաքներում, 5։ Ես Բաքու Սահակյանին ասում եմ, լսի, ստուգեք, ով ինչքան դոլարներ առնում գնում է Թուրքիա։ Խոսքինա գիտես, որ $5,000 առել, բայց ապրանքը բերեց 10,000-ով, արդեն մտնում է կոնտրոլի տակ։ Նույնը միջև այսօր իմանում են, քանի որ Ղարաբաղը արդեն հալավոր ժամանակավոր մեր մոտ չի, իմա նույն գործեր անում են հայերի դեմ։ Այն մարդիկ, որ գնում են ապրանք են առնում, առևտրականների հետևից, նույն ծրագիրը մինչև այսօր աշխատում է։ Այդ ես ասում եմ վստահաբար։ Եվ ինչ պետք է անի պետությունը։ Ես Բաքուին առաջարկեմ, ինչ պիտի անեն, ոնց պիտի ստուգեն, դրանք ինձ ասում են շատ, մենք էլ ենք աշխատում, ԱՑ-ի տոներն ասում ինձ, ասում է, մենք էլ ենք աշխատում, բայց ճիշտ ասած այն մակարդակով չեք ինչ որ դուք գրում եք ստեղ։ Ես գրել եմ մանրամասներ եմ գրել, ոնց պիտի բացահայտվենք, որ ով ինչ։ Բայց ասում եթե այս մակարդակով չի, որ ես առաջարկում եմ, դուք բան չեք անում։ Հիմա ես ասում հայ հետ կապված նույն բաները կա Հայաստանի հետ։ Պետությունը պիտի ես ասում եմ, մեր կոնտրազվեդկեն հատկացողությունը ուժեղացնեն քանակով եւ փողով 2-3 անգամ ավել 2-3 անգամ ավել։ Դրա համար ես ասում վտանգների շատ մեծ է։ Ես ոչ թե դեմ եմ որ մենք գնանք քաղաքական ճանապարհով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց այն պայմանները, որ մեզ դնում են, որ մենք պիտի ընդունենք, ես ասում եմ, դրանք հիմա ֆունդամենտ են դնում, որ հետագայում ուզած, չուզած 20 տարից հետո, 15 տարից հետո, 10 տարից հետո անպայման պատերազմ անելու Ադրբեջանի հետ, անպայման։ Այն ճանապարհով ինչ որ գնում է Ալիևը եւ Նիկոլ Փաշինյան, հետ ֆունդամենտի պատերազմին դրանք են դնում։ Ես էլ դեմ եմ այդ ֆունդամենտի հետ կապված։ Ես ասում եմ, եթե մենք պիտի ծերի այդ խաղաղության պայմանագիր ստորագրենք, լիք նյուանսներ կա, նուրբություններ կա, որ մենք պիտի պայմանավորվենք։ Հիմա մենք չենք պայմանավորվում ոչ մի բանի մասին։ Անում են այն, ինչ որ պահանջում են։ Այն պահանջներով ենք մենք գնում։ Ինչ որ կապված նույն եկեղեցու հետ 20 դեկտեմբերին 20 թիվն է եղել պատերազմից հետո մենք գաղտնի ինֆորմացիա ենք ստանում մեր կանալներով որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայություններ հանդիպել են այդ Վարֆոլոմեյ Կոնստանտինոպոլի հետ մեր եկեղեցու հետ կապված։ Դուք գիտեք չէ՞ որ Ուկրաինայում եկեղեցու առանձնացրել են ռուսական եւ ուկրաինական այդ Վարֆոլոմեյի գործն է եղել։ Դրանք երկուսով այդ երկու հատուկ ծառայություններ նստել են պայմանավորվել են որ սկսեն աշխատել մեր եկեղեցու դեմ։ Մենք մանրամասներ ենք իմացել ինչ են խոսացել։ Հետո ես Պարկաստու Գարեգին երկրորդը սաղա, մենք գլխավոր շտաբը նամակ ուղարկել իրան, մենք փոխանցել եմ, ես նույն նամակը փոխանցել ենք մեր վարչապետին, եթե հիշում չի հիշում չգիտեմ, կամ կորցրել են, նույնը ես իմ ձեռքով աղացել եմ բերել, այդ նամակը տվել են Թուրքիայի մեջ բանակցեր եղել ու ինչու մասին պայմանավորվել են։ Մեծ մասը պայմանավորությունը եղել է Արցախի եկեղեցու հետ կապված, որ ալբանական ինչ որ ստատուսը տան։ Պարկաստու Գարեգինի երկրորդը մեզ լսեց, մեր առաջնորդներ, ինչ պիտի արվի։ Մենք քարայկալ գրել ենք ինչ պիտի անես։ Ում պիտի դիմես։ Գարեգինի երկրորդը միջև հիմա որ Արցախում այդ ալբանական եկեղեցու չկա, չեն ճանաչել ոչ մեկը։
Էսի եղել է Գարեգին երկրորդի շնորհիվ։ Ժողովուրդը դրա մասին չգիտի։ Ճիշտ ասած, Նիկոլ Պաշտպանյանը ինչ որ որոշ գործեր էր արել, բայց մեծ մասը արեց գլխավոր շտաբը եւ Գարեգին երկրորդը։ Ну չգիտեմ, կարող է ԱՑ-ն էլա խառնվել այդ գործի մեջ, բայց մենք տեղյակ չենք, էլի դրանք հետո չեն ասում ինչ ա եղել, ինչ չի եղել։ Բայց ես նորից ասում եմ, քաղաքականությունը նախ եւ առաջ պիտի մտածի ոչ թե Ադրբեջանից բենզին բերելու համար։ Պատիվ կա, ինքնասերություն կա, նամուս կա, դասիբել կա։ Մենք իրավունք չունենք մոռանանք մենք զոհված մարտական հնգերների դուշտամից ինչ որ բան բերենք։ Այդ ես չեմ ասում, ես պատերազմ եմ ուզում։ Բայց այս ճանապարհով գնալով մենք Հայաստանը թույլատնում ենք, ոչ թե ուժեղացնում ենք։ Եվս մի անգամ ասում եմ, այս քանակով ոստիկանների մի ստեղծեք մեր գլխին նախ եւ առաջ։ Սահմանում մարդ չունենք բայեն։ Դու ոստիկաններ 70-80% ուղարկեք սահման։ Այդ առաջին։ Երկրորդը, քանի որ հիմա 21 երկրորդ, 22 երկրորդ դարի պատերազմը նախատեսնում, մարդ բանակում պիտի ծառայի ոչ թե 2 տարի, այ 3 տարի։ Մանավանդ մենք այս դեմոգրաֆիա չունենք, որ մենք 1.5 տարի ծառայենք։ Մենք փոքր ազգ ենք, այսինքն մեծ ենք, բայց Հայաստանում փոքր քանակով 26-27 միլիոն մարդ ունենք, չէ՞։ Այս քանակը բավարար չէ։ Դրա համար ոչ թե 2 տարի, 3 տարի։ Ամբողջ աշխարհի Եվրոպայում շատ ցանդր իրավիճակ կա ստեղծվել Ռուսաստանի հետ։ Լատին Ամերիկայում սպասվում է մեծ պատերազմներ։ Շատ մեծ հնարավորություն կա, որ պատերազմ սկսվի Պարսկաստանի հետ։ Միացյալ Նահանգներ եւ Պարսկաստան, թե ավելի շուտ Իսրայելը։ Իսրայել։ Այո։ Ու այն տվյալները, ինչ որ մենք ստանում ենք Իդլիբից, Սիրիայից, տարբեր շրջաններից, որ մենք ստանում ենք նույն կապված Սիրիայի հետ, մենք հիմա ես պրոստը իրավունք չունեմ ասեմ ով է ու ինչ անում, որ չի բացվեմ։ Քուրդերին նոր սկսել են զինվել։ Այդ վերջի հիշում եք, չէ՞, մի քանի օր առաջ Ալեպոյում նորից բան է սկսվել այնտեղ Կարակոմում։ Թուրքիայի պրովոկացիան ա եղել։ Այդ մենք Սիրիայից գիտենք։ Ու հիմա ինձ ասում են քուրդերին ուժեղացնում են ու քուրդերը շատ ուժեղ պատրաստում են մտնեն պատերազմի մեջ Թուրքիայի դեմ։ Համել նայեք, հիմա զինվում է շատ ուժեղ Հունաստան, Կիպրոսը, Իսրայելը եւ Ֆրանսիան իրանց օգնում աջակցում այդ բանով։ Հիմա իրանց պաշտպանության դոկտրինայի հետ կապված պատասխանատու է Ֆրանսիան։ Ֆրանսիան է պատրաստում Հունաստանին եւ Կիպրոսին։ Համատեղ Իսրայելի հետ զինվում են Թուրքիայի դեմ։ Այս տարի 26 տարվա նախատեսվում է լուրջ խնդիրներ կապված Թուրքիայի հետ, շատ լուրջ։ Դրա համար ես ասում եմ, նայեք, ես վերջում սենց կարճ ասեմ, այն տվյալները, որ մենք ստանում ենք Թուրքիայից, ամբողջ ռազմական գործարաններից 24 ժամ 365 օր աշխատում են, շաբաթ կերակի չկա։ Նոր գործարաններ են ստեղծվում։ Ամեն օր հիմա անցնում են լրիվ, անցնում են բրիգադային սիստեմա, ոչ թե դիվիզիա ունեցել, հիմա դրանք անցնում են լրիվ 25-26 թիվ, լրիվ բրիգադային կորպուսային մակարդակն ալնելու իրանց բանակում։ Ադրբեջանցիք էլ ստեղծում են ամեն օր նոր զորամասներ, ամեն օր եւ բաց եւ գախնի զորավարություններ հասկանում եւ զենք զինամթերք են առնում։ Ու հիմա նոր զենք են փորձում, ես ասում եմ, դա կոչվում է իրանց պոլիգոնը կառավարում, հատուկ տեխնիկա են առնում, որ ամբողջ մեր այդ բիսպիլոտիկներ բան անօթաչու սարքերը։ Այո, ոչնչացնեն, նոր համակարգ են առնում, օգտագործում են, որ մեր ռադիոէլեկտրոնային պայքարը էլ ոչնչացնեն։ Հիմա ես ասում եմ, այս զորավարությունները հասկացել են մի քանի օր առաջ
իրանց պոլիգոնում կոչվում է Լաչին պոլիգոն Կարավաճարում։ Բաց ասում են, որ լսեն ՊՆ-ում այդ ինֆորմացիա չկա ու չի եղել երբեք։ Չգիտեմ իրանց ռազմավարքին ինչով է զբաղվում։ Թուրքիան զինվում է, Ադրբեջանի զինվում է, ամբողջ Եվրոպան անցել է ոնց որ Թուրքիան 24 ժամ գործարաններ աշխատում են առանց շաբաթ-կիրակի։ Օրենքներ են մտածում հիմա ոնց անեն, մոբիլիզացնեն ժողովրդին եւ կանչեն բանակի 18 տարեկանից սկսած։ Ամբողջ աշխարհը զինվում է, բացի Հայաստանից։ Այդ ինչ է նշանակում, սա նախատեսում են, հասկանում են 26 տարի շատ ծանր տարի է։